Էդգարի Գիթյանի հեռանալը Դիանա Գրիգորյանի վերջին զանգը սերիալից երկար ժամանակ հանդիսատեսի համար մնում էր առեղծված։ Բոլորը զարմանում էին, թե ինչու երիտասարդ ու տաղանդավոր դերասանը, ով հասցրել է սիրվել հեռուստադիտողների կողմից, երկրորդական կերպարով էր հանդես գալիս, ավելին, ընդամենը մի քանի սերիայից նրա կերպարը մահացավ։ Սակայն այժմ ամեն ինչ կարծեք թե պարզ է։ Պարզվում է, որ Էդգարի Գիթյանը կանգնած է նոր կարևոր շրջադարձի առաջ։ Նա նկարահանվելու է Ելենա Արշակյանի նոր սերիալում «Ուրիշի ընտանիքը» և ոչ թե պարզապես կմասնակցի, այլ հանդես կգա գլխավոր դերակատարմամբ։ Այս լուրը մեծ արձագանք է գտել ինչպես հեռուստադիտողների, այնպես էլ մեդիադաշտի ներսում։ Ելենա Արշակյանի նոր նախագծերը միշտ էլ եղել են ուշադրության կենտրոնում և ամեն անգամ, երբ նրա թիմը հայտարարում է նոր սերիալի մասին, ակնկալիքները մեծ են լինում։ Իսկ այն փաստը, որ գլխավոր հերոսը լինելու է Էդգարի Գիթյանը, լրացուցիչ հետաքրքրություն է առաջացրել։ Դերասանը, որը Դիանա Գրիգորյանի նախագծերում հասցրեց խաղալ թե դրական, թե հակասական կերպար, այժմ հնարավորություն ունի ամբողջությամբ բացահայտելու իր դերասանական ներուժը նոր, բարդ և հուզական պատմության մեջ։ Նշենք, որ Էդգարի Գիթյանն առաջին անգամը չէ, որ համագործակցում է Ելենա Արշակյանի հետ։ Նա միշտ էլ գլխավոր կերպարներ է մարմնավորել, նրա կերպարներից ամենասիրվածներից էին «Սիրուն Սոնա», «Աղթամար» հեռուստասերիալում նրա կերպարները։ «Վերջին զանգը» սերիալում Էդգարի Գիթյանի մարմնավորած Նոյը կարճ, բայց ազդեցիկ ճանապարհ ունեցավ։ Նրա կերպարի մահը շատերի համար էր անսպասելի։ Հեռուստադիտողները չէին հասկանում ինչու էր պետք այդքան արագ ավարտել այդ գիծը, որը կարող էր զարգանալ ու բերել նոր ինտրիգների։ Շատերը նույնիսկ կարծիք էին հայտնում, թե դերասանի հեռանալը կապված է նկարահանման գրաֆիկի կամ ստեղծագործական անհամաձայնությունների հետ։ Սակայն իրականում պարզվեց, Էդգարի Գիթյանը նախապես հրավիրված էր Ելենա Արշակյանի նոր նախագծին միանալու համար, ինչը կարելի է ասել դարձել է նրա կարիերայի մեծ քայլը։ «Ուրիշի ընտանիքը» լինելու է դրամատիկ պատմություն՝ լի ընտանեկան գաղտնիքներով, զգացմունքային բախումներով և ճակատագրական որոշումներով։ Սերիալում Էդգարի Գիթյանը մարմնավորելու է, ինչպես արդեն նշեցինք, գլխավոր կերպար։ Ելենա Արշակյանն, ով հայտնի է իր հզոր կերպարների ընտրությամբ, վստահել է նրան մի դերում, որը կարող է դառնալ դերասանի կարիերայի ամենանշանակալի աշխատանքներից մեկը։ Հեռուստադիտողները հատկապես գնահատում են այն փաստը, որ երիտասարդ դերասանը չի սահմանափակվել մեկ ժանրով կամ մեկ ռեժիսորի շրջանակում, այլ պատրաստ է փորձել իր ուժերը տարբեր դպրոցներում և տարբեր բեմադրական մոտեցումների մեջ։ Դիանա Գրիգորյանի և Ելենա Արշակյանի աշխատանքային մեթոդները բավական տարբեր են։ Գրիգորյանի սերիալները հաճախ ունեն արագ զարգացող ինտրիգներ և սուր հուզական սյուժեներ, մինչդեռ Արշակյանի նախագծերն ավելի փիլիսոփայական են, լեցուն, մարդկային հոգեբանական վերլուծությամբ ու ներքին դրամատիզմով։ Դերասանի որոշումն ըստ ամենայնի պայմանավորված է ոչ միայն պրոֆեսիոնալ աճով, այլև ցանկությամբ փորձել նոր բեմադրական միջավայրում։ Արշակյանի նախագծերը միշտ աչքի են ընկել դերասանների խորքային խաղով, իսկ Էդգարի Գիթյանի էներգիան և արտահայտչականությունը հրաշալիորեն համահունչ են այդ միջավայրին։ Նոր սերիալի նկարահանումները դեռ շաբաթներ առաջ են մեկնարկել, և կադրերից երևում է, որ նախագիծը խոստանում է մեծ հետաքրքրություն առաջացնել։ Հավանական է, որ Էդգարի հերոսը սերիալի առանցքային ուժերից մեկն է լինելու մի մարդ, ով կհայտնվի երկու ընտանիքների, երկու իրականությունների և երկու ճակատագրերի խաչմերուկում։ Նրա կերպարը կլինի ոչ միայն հուզական, այլև գաղափարական, ցույց տալով, թե ինչպես է մարդը պայքարում իր ինքնության, հավատքի ու ընտանիքի գաղափարի համար։ Հեռուստադիտողները նշում են, որ այժմ Էդգարի Գիթյանի հեռանալը «Վերջին զանգը» սերիալից լիովին հասկանալի է դառնում։ Եթե Նոյի կերպարի մահը թվում էր անտեղի, ապա այժմ պարզ է, որ դա անհրաժեշտ քայլ էր նրան բաց թողնելու դեպի նոր, ավելի մեծ դերի հնարավորություն։ Եվ այդ դերը Ելենա Արշակյանի «Ուրիշի ընտանիքում» հավանաբար դառնալու է այն աշխատանքը, որով Էդգարը վերջնականապես էլ ավելի գլխավոր կերպարներով հանդես կգա։ Հիմա բոլորը սպասում են հոկտեմբերի 20-ին, երբ ATV-ի եթերում կհնչի նոր սերիալի առաջին զարկը։ Բոլորը ցանկանում են տեսնել ինչպիսին է լինելու Էդգարի Գիթյանի նոր կերպարը, ինչպիսի հարաբերությունների մեջ է հայտնվելու։
Եվ արդյոք այս անգամ նրա ճակատագիրն ավելի բարդ ու երկարատև կլինի, քան Նոյինը։ Մի բան, սակայն, արդեն պարզ է. Գարիկիթյանի վերադարձը հեռուստաէկրան մեծ հետաքրքրություն է առաջացրել, իսկ Ելենա Արշակյանի նոր նախագիծը խոստանում է դառնալ այս աշնան ամենաքննարկվող և հուզիչ սերիալներից մեկը։